իրականում շատ զբաղված ենք Սահմանադրական դատարանում արդեն վիճարկում են ընտրությունների արդյունքները, բայց երբ որ եղավ հրավերը պատասխանատվի կա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանելու իշխանության հերթական հարցը։ Կարող է ելույթ ունենալ։ Ուղղակի հրապարակել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48 հոդվածը։ Ընտրելու իրավունք եւ հանրակրվեի մասնակցելու իրավունք ունի 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Վերջ։ Սահմանադրության կետ է վերջ։ Ինչու է հիմա իշխանությունը կներեք բարես համար ափաթ բերում այս նախագիծը, որտեղ սա կոչվում է ընտրական օրենսգիրքը, սահմանադրական օրենս։ Իսկ ԿՊ-ն ապագա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն ոտքի վրա փոփոխություն կատարելու։ Տիկին Ղազարյան, այսօր խորհրդարանում 2 տարի եղել է, բոլորս էլ լավ գիտենք, օրենքի նախագիծը ոնց է, օրենքը ոնց է մշակվում, այնպես չէ որ օրենքի նախագիծը պաշտոնապես հրապարակել է, դրել եք շրջանառության մեջ, ազգային ժողովի կայքեջում կա, հիմա եկել եք ասում եք այնտեղ դե մի հատ տեսնենք սպորտները ինչ անելու, սա ինչ անելու։ Այս օրենքի նախագծի տրամաբանությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդվարդ Սպերտյանը չի կարող մասնակցել որպես Հայաստանի քաղաքացի ընտրություններին։ Հենրիխ Մխիթարյանը չի կարող։ Հայաստանի բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, որոնք ներկայացություններ ունեն, իրենց աշխատակիցներին գործուղում են 1 տարով, 2 տարով, այս կամ այն երկրում հանուն Հայաստանի Հանրապետության, ձեր համար դա հարկատու բանն է, չէ, հերոսն է։ Հայաստանի Հանրապետության բյուջեն լրացնող այդ ընկերությունների ներկայացները զրկված են։ Նայեք, երբ որ դուք ասում եք, ինչպես դերևս չեն զրկված բարեբախտաբար, որտեղ մտածող մարդիկ են եղել, երկիր եւ սահմանադրություն հարգող մարդիկ են եղել եւ ոչ թե ներկայացրել են մի կուսակցություն, որը ոտքի վրա շաբաթը մեկ օրենքափոխում մենակ իր քինքին համապատասխան։ Ցուցակների կազմում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները այդ ցուցակներում են, չեք կարող աչքաչափով ցուցակ կազմել, ցուցակ փոխել։ Սրանք կարող եմ ընդգրկել ընտրական իրավունք ունեցողների ցանկում, սրան չեմ կարող։ Շատ կարճ, Տիկին Ղազարյան, ես հասկանում եմ, որ ամբողջ քարոզարշավին պետք է նոր թշնամի, նոր թիրախ, դա դարձրեցիք Ռուսաստանից եկած մեր հայրենակիցները, որոնք տարբեր պատճառներով են եկել։ Եվ խնդրում եմ մատի փաթաթան մի դարձրեք այդ մարդու, ուղղակի խայտառակ մի հարցազրույց, որը դարձրեցիք գովազդ, կուսակցությունների դեմ հակագովազդ, իրականում խորքի մեջ այդ մարդը իր իրոնիայով հերն անիծեց ամեն ինչի։ Այդ մարդուն ներկայացնում են, որ երեխեքով եկել է երեխեքի հետ հեսա ամսի 7-ին փախնելու է պարզնա, որ երեխաները չափահասել հետները չեն եկել, ամեն տարի գալիս է, եկել է մոտ ծնունդին եւ խնդրում եմ նայեք իրականում իշխանության վարկը օրենքի հետ կապ չունի։ Ես ուզում եմ նորից առիթ օգտագործելով բարձրաձայնել, սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական, 25-օրյա վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց։ Այստեղ կան տարբեր լրատվական միջոցների ներկայացներ, որոնց թղթակիցները օրերը պատմեց, թե քանի քահանայի են զորակոչվել։ 5 տարի գնդերեց հայոց բանակում ծառայեց քահանան, որ Ռուսաստանի հայոց թեմում ծառայություն մատուցում եկել է Հայաստան, մի անգամից 25-օրյա վարժական հավաքի պավեստական է տվել։ Հիմա երբ որ դուք սահմանափակում եք կես տարի Հայաստանում ապրող, բայց կներեք, Հայաստանում կարող է կյանքում ապրած չլինի եւ 44 օրյա եղան բազմաթիվ դեպքեր, որ շատ երիտասարդներ, որպես 18 տարի լրացած պարտադիր ծառայության զորակոչվեցին եւ եկան Հայաստանում 1 օր նույնիսկ շաբաթ, եկան իրենց բարք հայրենիքի նկատմամբ մատուցելու։ Եվ ասում եք մարդկանց այդ իբր եկել էին քվեարկում էին ու գնում են իրանց չէր հետաքրքրում ճակատագիրը։ Քարոզարշավին հասկացանք մի հատ ահավոր բան։ Մարզպետերից մեկը բուկլետ է վարժանում, մի տատիկ է տալիս, երկար կյանք մի տատիկի։ Նայել Նիկոլ Փաշինյանի նկարին ասել, բայ մեռնեմ իրար։ 10,000-ով թոշակս բարձրացրել է
ինչ որ 4 երեխու մի հատ կամպետ, որ տալիս են, ուրախանում են, մենք էլ այդպես ուրախացանք։ Հիմա նույն տրամաբանությամբ ասենք, այդ քաղաքացին չպետք է որոշի հայ ժողովրդի ճակատագիրը, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ինչպես բոլորը, եւ նրանք ունեն Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների մասնակցելու իրավունք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։